Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, սիրով ձեզ համար տաղավարից աշխատում են Սուրենը Սոնան, բարձր տրամադրությունը, Արևն ու իհարկե ժպիտները նույնպես։ Բարի լույս, շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք 1.5 ժամն առաջիկա անցկացնել մեզ հետ միասին։ Դա պարզապես հնչում է 1.5 ժամ, բայց չեք էլ պատկերացնի, թե 1 վայրկյանում ոնց է անցնել այս ժամանակը, որովհետև մեր ծրագիրը հագեցած է հետաքրքիր ինֆորմացիայով, ռիթմերով եւ բավականին հետաքրքիր նաեւ հյուրերով։ Եվ այս ամենի հետ մեկտեղ այն ամենը, ինչը կառաջարկվի մեր ծրագրում, կմատուցվի սիրով եւ շատ մեծ ջերմությամբ։ Իհարկե ջերմության պակաս չունենք այս ցրտաշունչ աշտանը, որովհետև դրսում արևը շողում է, ճիշտ է, մի քիչ սառնություն կա Սոնա, բայց դե աշուն է։ Դա չլիներ, արդեն կվերածվեր ամռան։ Ինչևէ, ջերմացնում է արևը բոլորի սրտերը, իսկ նրանք ովքեր այսօր պատրաստվում են նշել իրենց ծննդյան օրը, շնորհավորում ենք եւ մաղթում ժպիտներ եւ լավ տրամադրություն։ Հիշեք, որ ձեր ծննդյան օրը պետք է վերածեք խելահեղ տոնի։ Սա խորհուրդ իմ կողմից։ Իսկ այսօր նոյեմբերի 5-ն է, օրը չորեքշաբթի եւ թերթելով պատմության էջեր անդրադառնանք նաեւ թե ինչ հոբելյարներ կան այսօր։ Եվ այսպես 1927 թվականի նոյեմբերի 5-ին ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը։ Վանուշ Խանամիրյանը մեծ ներդրում է ունեցել հայկական բալետի եւ պարարվեստի զարգացման մեջ։ Նա մի ամբողջ պատմություն կերտել է հայկական պարարվեստի պատմության մեջ, լինելով Հայաստանի պարիպետական անսամբլի մենակատար, այնուհետև գեղարվեստական ղեկավար, հայկական պարը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում եւ միշտ արժանացել հիացմունքի ու անվերապահ գնահատականի։ Վանուշ Խանամիրյանը բեմադրեց տասնյակ հասնող ներկայացումներ, մեկը մյուսից հիասքանչ վայելեց եւ փառք եւ պատիվ, սակայն մնաց միշտ համեստ, միշտ խոնարհումով հայկական բազմադարյան մշակույթի հանդեպ։ Վանուշ Խանամիրյանի առաքելությունը մեկն էր հայկական պարը ամենահասանելի լեզվով հասցնել հանդիսատեսին։ Նա հասավ իր նպատակին, ավելին, կրթեց սերունդներ, ովքեր նույն առաքելությամբ, նույն ոգով այսօր աշխարհի տարբեր բեմերում թնդեցնում են հայկական պարը։ Իդեպ փոքրիկ ավելացում անեմ, որ ովքեր չգիտեն, ասեն, որ Սասունցի Դավթի արձանը կերտվել է Վանուշ Խանամիրյանի հենց արտաքինով եւ հենց ինքն է եղել այնպես որ եթե եւս մեկ անգամ այսուհետ ուշադիր նայեք Սասունցի Դավթի արձանին, իմացեք, որ Վանուշ Խանամիրյանն է։ Իմացեք ում դեմքով է այն։ Եվ նոյեմբերի 5-ը նաև հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հիշատակի օրն է։ Ավագ Պետրոսյանն անկրկնելի երևույթ է վոկալ արվեստում։ Նրա արտիստական կյանքը ոսկե տառերով է գրված հայ մշակույթի պատմության մեջ։ Այդ ասպարեզում նա հայ մշակույթի հսկաներից է։ Հրաշալի երգչի համար ամենամեծ պարգևը եղել է իր ժողովրդի անսահման սերը, ճանաչումն ու անկաշառ մեծարանքը։ Այո, եւ եւս մեկ անգամ շնորհավորենք նրանց, ում ծննդյան օրն է այսօր եւ պատրաստվում են այսօր նշել իրենց ծնունդը, չմոռանաք ամենակարևորի մասին՝ տրամադրությամբ։ Ինչն էլ ձեզ կարող է հաղորդել Բրիզը, Ռոզե փրփրուն գինին, որ ներկայացնում է Ջևանի գինու գործարանը, միանշանակ երեկոն կդարձնի առավել հետաքրքիր եւ ռիթմիկ։ Իհարկե ռիթմիկ կդարձնի առավոտը նաև մարզվելը, ինչը շատ կարևոր է եւ շաբաթը գոնե 3 անգամ տրամադրեք ձեր մարզումներին, սիրելի հեռուստադիտողներ, իսկ թե որտեղ մարզվել, իհարկե Ակվատեկ Համալիրում, քանի որ այն քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով։ Խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ Համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ու օգտակար զբաղմունք։
Ես Միզոն եմ Հակոբյան, Ակվատեկ համալիրի մարզիչներից։ Այսօր ես կպատեմ կրոսֆիթի մասին եւ կներկայացնեմ մի քանի վարժություններ։ Հիմա սկսենք մկանների տաքացումից։ Հիմա ես կներկայացնեմ ռեզիներով մի քանի վարժություններ, որ մկանները մի փոքր տաքանան ու հետո սկսենք ծանր գործողություն։ Արդեն մկանները տաքացրեցինք, արդեն անցնենք կոնկրետ գործողությանը, մկանային արդեն աշխատանքի։ Վերջացրեցինք առաջի վարժությունը, անցնենք երկրորդ եւ երրորդ վարժությանը։ Կարծում եմ բոլորին մոտիվացրեց այս տեսանյութը, որպեսզի մարզվեն, լինեն առողջ եւ հետևեն սեփական առողջությանը։ Եվ հետո այսպես մարզվելով էլ ձեր սպորտում հաջողություն հասնելով էլ կստանաք ասպետի կոչում, ինչպես դա արեց Բեքհեմը։ Պատմական իրադարձություն է երեք տեղի ունեցել 25 գավաթ 115 խաղ Անգլիայի հավաքականի կազմում 5 միջազգային մրցաշարեր եւ այժմ այս տպավորիչ նվաճումների ցանկին զուգահեռ Դեյվիդ Բեքհեմը ստացավ այն մրցանակը, որին սպասում էր ամբողջ կյանքում։ Վինձորի ամրոցում կայացած արարողության ժամանակ Չարլզ III թագավորը ասպետի կոչում շնորհեց 49-ամյա մարզիկին սպորտին եւ բարեգործությանը մատուցած իր ծառայությունների համար։ Բեքհեմը արարողությանը ժամանել էր իր կնոջ Վիկտորիա եւ ծնողների հետ։ Նրանք եկել են Դեյվիդին աջակցելու համար ֆուտբոլային նվաճումներից զատ Սր Դեյվիդը 2 տասնամյակ ակտիվորեն ներգրաված եղել բարեգործական աշխատանքներում։ 2005 թվականից նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, իսկ անցյալ տարի նշանակվել է թագավորական հիմնադրամի դեսպան։ Այն կրթական հիմնադրամ է, որը ստեղծվել է Չարլզ թագավորի կողմից 1990 թվականին։ Ինչն է ուշագրավ ինձ համար, սիրելի Սուրեն, Դեյվիդ Բեքհեմի ընտանիքի աջակցությունը, երեկ ես այս համացանցային խառնաշփոթի մեջ գտա նաև Վիկտորիա Բեքհեմի գրառումը, ինքը նշել էր, որ Դեյվիդին ճանաչելու առաջին օրվանից բախվել է նրա հետ, որ Դեյվիդը իր ամեն քայլը արել է, որպեսզի երկրին հպարտություն բերի։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես կգա Բարսելոնի Sagrada Familia բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբյան։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Բարսելոնի Sagrada Familia բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբյան, կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքասյանը եւ իհարկե մեր հյուրի հետ հաղորդակցվելու համար մեզ կօգնի Անժելիկա Խաչատրյանը։ Բարի առավոտ։ Hola. Buenos días. Ոնց ենք, լավ տրամադրություն։ Está bien, todo está bien, está de buen humor. Estoy muy contento de estar aquí. Շատ գոհ եմ այստեղ, bienvenido. Խնդրեմ ներկայացնենք ինչ առիթով է մեր հյուրը Հայաստանում եւ այս փառատոնի մասին մի փոքր ինֆորմացիա տանք հեռուստադիտողին։ Իհարկե, նախ շնորհակալություն Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնության փառատոնին անդրադարձի համար, ATV հեռուստաընկերության կողմից եւ իհարկե մեր հյուրին մեզ հետ միասին հրավիրելու համար։ Փառատոնը անց է կացվում արդեն ինչպես նշեցիք 3-րդ անգամ, առաջին փառատոնը անցկացրել ենք 2020 թվականին, երկրորդը 22-ին եւ ահա արդեն այս տարի ավելի կայացած, ավելի լուրջ երաժիշտներով եւ լուրջ հայտերով որպես տարածաշրջանային երգեհոնային կենտրոն ներկայանում ենք աշխարհին եւ ունենք հրաշալի երգեհոնահարներ։ Հիմա արդեն նոյեմբերի 6-ին ինչ է սպասվում եւ հյուրը ինչ ծրագրով է ներկայանալու փառատոնին։ Կարծում հյուրը ինքը պատմի ավելի Bueno, puede contar qué programa va a presentarse el 6 de noviembre. ¿Sí? Bueno, para mí es mi primer concierto en Armenia, con lo cual estoy muy contento también de poder estar aquí. Իմ համար առաջին համերգն է Հայաստանում եւ ես շատ ուրախ եմ որ կարող եմ այստեղ գտնվել։ El programa que voy a presentar mañana para los organistas siempre es muy importante hacer un programa en función del instrumento que hay que tocar. Երգեհոնահարների համար շատ կարեւոր է անել այնպիսի ծրագիր, որ լավ հնչի հենց երգեհոնը։ Entonces he pensado un programa que puede funcionar muy bien en el maravilloso órgano que tienen en la Եվ այդ sala. պատճառով մտածել եմ այն ծրագիր, որ այս հիանալի երգեհոնով լավ կհնչի։ Sobre todo es un programa donde yo quiero mostrar un poco de la música española de los siglos XVI y XVII. Հատկապես դա այն իսպանական երաժշտություն է, ուզում եմ ցույց տալ այդ երաժշտությունը երգեհոնային իսպաներին 16-17 դարերի։ Que es una época en la que el órgano en España pues tuvo una importancia muy grande y entonces tenemos grandes obras del repertorio para Դա órgano. այնպիսի ժամանակաշրջան է, երբ երգեհոնը շատ մեծ կարևորություն է ունեցել Իսպանիայում։ Pero luego una música también que es reconocible para todo el mundo, para todos los aficionados al órgano, como es la música de Bach, Johann Sebastian Bach, y de Händel. Եվ նույնպես այն երաժշտությունը կներկայացնեմ, որը ճանաչելի ամբողջ աշխարհի համար Յոհան Սեբաստիան Բախի եւ Հենդելի ստեղծագործությունները։ Ինձ բախտ է վիճակվել լինել Բարսելոնայում եւ Sagrada Familia-ում։ Մասնավորապես ես շատ այսպես էներգետիկ դաշտով լցված եմ այնտեղից վերադարձել եւ ինձ հետաքրքիր է, հա, Sagrada Familia-ն շատ մեծ եւ շատ հետաքրքիր վիճակով էներգետիկայով եւ մեր կամերային երաժշտության տունը, հա, ինչպես է այդ փորձելու այնտեղի էներգիան, որը հնչում է այնտեղ, հա, այդ ակուստիկ տրամադրության մեջ եւ մեր այդ հրաշալի դահլիճում այդ ամենը ստանալու ու նույն էներգիան փոխանցելու համար։ Bueno, he visitado Barcelona y sí, me encanta Barcelona más aún Sagrada Familia y en eso quiero preguntar si es enorme esa Sagrada Familia y cómo va a comparar o tener el mismo sonido en nuestra sala de casa de música cámara y como en Sagrada Familia. Bueno, son dos sitios muy diferentes. La Sagrada Familia es algo único en realidad por sus dimensiones, pero también por su carácter espiritual, podemos decir, ¿no? Y sobre todo porque es un edificio que todavía está en construcción. Շատ տարբեր վայրեր են Sagrada Familia-ն բացի չափսերից եւ իր հոգեկան շատ հոգեվոր շատ մեծ արժեքներ ունի եւ պետք է ասել որ դեռ կառուցման մեջ է եկեղեցին։ Pero cada espacio al final es único en sí y cada órgano, lo más bonito de esto es que cada órgano está hecho para cada uno de los espacios.
եւ ցանկացած տարածքում կարելի է ստանալ համապատասխան հնչյունը, որտեղ ցանկացած երգեհոնը պատրաստվում է կոնկրետ մի տարածքի համար։ Entonces el órgano de la Sagrada Familia es único, pero el órgano de la Casa de Música también lo es y además bueno, es una gran sorpresa porque he podido disfrutar mucho del instrumento en los ensayos, me parece un instrumento excepcional. Իհարկե Sagrada Familia երգեհոնը եզակի, բայց նույնքան եզակի է մեր կամերային տան երգեհոնը եւ իմ համար շատ զարմանալի էր, դրական զարմանք էր, որ այդպիսի գերագույն որակի գործիք ես կարողացա եւ վայելել, նվագել։ Քանի որ Սյանը նշեց, որ կառույցը իրեն դուր է եկել, ինձ էլ շատ դուր է եկել, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք 26 թվականին ավարտին կառույցի, որովհետև այդ ժամանակ ես վստահ եմ էներգետիկան հազարապատկվելու եւ այսպես ամբողջանալու է։ Ինձ հետաքրքիր է հյուրի հետ համագործակցելու գաղափարը ինչպես ծնվեց։ Ինչպես որոշեցիք առաջարկել հրավիրել։ Իրեն նկատի ունեք Խոյանին։ Դե մենք երկար, այսինքն հիմա արդեն մենք աշխատում ենք ընթացենք հաջորդ տարվա արտիստների հետ կապված, այսինքն դատաբազան արդեն կազմում ենք եւ նույն ձև, նույն կերպ նախորդ տարի մենք արդեն ունեինք մեր, այսինքն հնարավոր արտիստների ցանկը եւ Խոյանին եւս գրեցինք, իր մենեջերուհին շատ գեղեցիկ պատասխանեց, համաձայնվեց գալու, որ Խոյանը կմասնակցի մեր փառատոնին, հետո մենք ուղարկեցինք մեր երգեհոնի հետ կապված տեխնիկական հնարավորությունները, ինչի մասին որ Խոյան ասեց, որովհետեւ ամեն երգեհոն իր հնարավորություններին տեխնիկական մերը փոքրիկ բարոկո գործիք է, բարոկո դարաշրջանին հատուկ հնչերանգով եւ ինքը դրա համար հենց այդ ծրագիրը ընտրեց մեր երգեհոնի վրա, ուրեմն կատարելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ձեր Սուրեն ջան, ձեր խոսքը շարունակելով կապը կամ տարբերությունը Sagrada Familia եւ մեր կամերային տան, չգիտեմ ինչքանով գիտեք, բայց ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը, երբ որ կառուցում էր կամերային երաժշտության տունը, նա հենց եկեղեցիել պատկերացնում էր։ Այո։ Եվ այդ էներգետիկան ֆայլուն այնտեղ կա, այո։ Այդ դաշտը անպայման ապահովված է։ Շատ լավ, ինձ հետաքրքիր է այցելուների եւ փառատոնին, հա, արդեն քանի անգամ է անցկացումը եւ ինձ հետաքրքիր է մարդկանց հոսքը գալը, հետաքրքրվածությունը, ինչքանով է մեծ, ինչքանով է ակտիվ, թե մենք դեռ ունենք տեղ աշխատելու, որպեսզի էլ ավելի շատ լայնածավալ դարձնենք այս միջոցառումը։ Մենք ունենք 2 տոմս, որ կարող ենք ձեզ տալ, տոմս չունենք։ Այսքանով ամեն ինչ ասված էր։ Մենք սիրով կընդունենք այդ տոմսերը, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Եվ շարունակելով հարցից, հետաքրքիր է դասականների կողքին իսպանական երաժշտությունը երբ հնչի, հայերի հետաքրքրվածությունը այս առումով։ Սա մի քիչ մեզ համար ռիսկային փորձ է լինելու, թե արդեն հայերը շատ սիրում են իսպանական երաժշտություն։ Տեսեք, բնականաբար մենք հայերը սիրում ենք իսպանական երաժշտություն իր բոլոր դրսևորումներով, ֆլամենկոից մինչև ինչպես Խոյանը ներկայացնի դասական ավելի երաժշտություն իսպանական, միջնադարյան կամ բարոկո շրջանի, իսկ մեր հանդիսատեսի համար իսկապես հայտնություն կլինի, որտեղ մենք հատուկ ընտրեցինք եւ այսինքն առաջարկ եւ Խոյանը ցանկություն հայտնեց իսպանական երաժշտություն կատարելու, մենք ողջունեցինք, որտեղ մեր հանդիսատեսը, այսինքն ես չեմ հիշում, որ երբևէ այսքան շատ երգեհոնային իսպանական երաժշտություն լսելու առիթ ունենար։ Այսինքն մեր հանդիսատեսի համար սա հայտնություն է եւ վստահ եմ, որ մեծագույն հաճույքով են լսել իսկապես շատ գեղեցիկ երաժշտություն է։ Եվ Խոյանը նաեւ իհարկե մեր մյուս բոլոր արտիստների հետ միասին դա մեզ մոտ ավանդույթ է, պարտադիր համերգը ավարտում են հայկական որևէ ստեղծագործություն։ Այո։ Որն է լինելու։ Այդ չգիտեմ, ես էլ չգիտեմ, անկեղծ եմ ասում։ Մենք իրեն տվել ենք մի տեղ գիրք հայկական երաժշտության, այսինքն ստեղծագործությունների, որ ինքը ընտրի, անկեղծ եմ ասում, ես էլ չգիտեմ, թե ինչ է կատարել։ Կարող եք հարցնել հիմա, որ հայ ստեղծագործություն է ընտրված։ No, la verdad es que no lo he decidido todavía, porque tengo դեռ չեմ որոշել, որովհետև շատ է բազմազան է շատ։ Tengo varias opciones, pero todavía estoy decidiendo, porque yo creo que al final lo más bonito es probar varias opciones y en función de lo que el instrumento y la sala y la acústica me sugiera o me inspire, en función de eso vamos a elegir. Ինձ թվում է, որ ամենաճիշտը կլինի մի քանի տարբերակ ունենալ ու վերջում որոշել կախված ակուստիկայից, կախված թե դահլիճում ինչ ավելի գեղեցիկ կհնչի։ Եվ տրամադրությունից երևի։ Եվ հետաքրքիր է
Երբ ստացաք հրավերը Հայաստանի կողմից, արդյոք մինչև այդ ծանոթ եք Հայաստանին, մեր մշակույթին կամ ինչպես արձագանքեցիք, հետաքրքրությունը ինչպես դրսևորվեցավ, միանգամից համաձայնվեցիք, թե փորձեցիք ինֆորմացիա հավաքել եւ հասկանալ ուր եք gnalu, ինչպիսին է ժողովուրդը, ինչպես են կալելու երաժշտությունը։ Al recibir la invitación de Armenia, se acordó venir inmediatamente o que se queda pensando, no sé, buscando una información sobre los armenios, cómo esta gente aquí. En realidad la invitación la acepté inmediatamente, pero es después cuando he buscado también pues, más información sobre los lugares, la ciudad, el instrumento, por supuesto, es un factor muy importante. Իրականում հրավերը անմիջապես եմ ընդունել, բայց հետո սկսեցի փնտրել տեղեկություններ մարդկանց մասին, տեղանքի մասին եւ հատկապես գործիքի մասին։ Pero es verdad que yo había tenido ya un contacto previo con personas de Armenia, especialmente en Barcelona, también de una comunidad religiosa con la cual la Sagrada Familia colaboró hace muchos años y ya había tenido oportunidad un poco de sentirme un poco y de conocer personas. Իրականում հայերի հետ կապ ունենք, որովհետև հոգևորական համայնք կա, որը Sagrada Familia-ի հետ կապ ունի եւ տարիներ արդեն շարունակ շփում ունենք եւ հայերին ճանաչում էի մի փոքր։ Así que no todo es nuevo en este sentido. Այնպես որ այդ առումով ոչ ամեն ինչն է նոր։ Դե այնտեղ մենք շատ մեծ համայնք ունենք եւ բնականաբար ակտիվ դրսևորում ենք։ Շատ լավ, ինչ եք սպասում ի վերջո, հա, որովհետև կազմակերպված է հիանալի փառատոն, հիանալի ծրագիր է ընտրված, հատկապես Բախի ինձ համար երգեհոնով ես պատկերացնում եմ շքեղություն է լինելու, իսկ դուք ինչ եք սպասում, ինչպիսի արձագանք եք սպասում եւ երբ որ ամենը արդեն ավարտվում է, ինչ զգացողություններ եք ունենում։ ¿Qué espera de aquí, de ese concierto, de su visita? ¿Qué reacción de público? ¿Qué espera? Bueno, para un organista conocer diferentes instrumentos siempre es una atracción. Además, espero que el público pueda conocer también parte de la música nuestra española, de ahí que hice también una selección de música española y espero también, sobre todo, bueno, poder disfrutar del concierto. Creo que cuando un músico disfruta del instrumento, creo que hace disfrutar a la gente también. Entonces ese es mi mayor objetivo, digamos. Երգեհոնահարի համար շատ կարևոր է վայելել տարբեր գործիքները եւ ամենամեծ սպասումը այդ վայելումն է, որը սպասվում է գործիքից եւ նույնպես մեծ հույս ունեմ, որ եւ մարդիկ կվայելեն եւ հանդիսատեսը կվայելի համերգը եւ ես ինքս կվայելեմ հանդիսատեսի արձագանքը։ Համոզված եմ, որ շատ ջերմ է լինելու երեկոն եւ բնականաբար ջերմ արձագանքներ են լինելու, այնպես որ շնորհակալություն ձեզ, որ ընդունել եք հրավերը եւ գալիս եք եկել եք Հայաստան, այս ամենը մեզ ներկայացնելու համար։ Ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի գինոգործանի կողմից Սափորը, գինին, սպիտակ չոր, որը կարծում եմ շատ հետաքրքիր սկիզբ կարող է դառնալ ամսի 6-ին համերգից առաջ կամ հետո։ Այնպես որ ես գիտեմ, որ իսպանական գինին շատ հայտնի է աշխարհում, ասեմ, որ մեր հայկական գինին նույնպես հայտնի է բավական, այնպես որ սա ձեզ շնորհակալ ենք։ Եվ քանի որ գիտեմ, որ ամբողջ աշխարհում ընդունված են պոստքարտերը, բացիկները, այս կուլտուրան ամբողջ աշխարհում կա, հատկապես Եվրոպայում, ուզում ենք ձեզ նվիրել, որ Հայաստանից ձեզ հետ տանեք ոչ միայն գինին ու էմոցիաները, ծափահարությունները, նաև բացիկները, արև բացիկները, որտեղ հավաքված են երգերից, հա, մեր արտիստների երգերից ընտրված ֆրազներ։ Սա եմ հատկապես ձեզ ուզում նվիրել, որովհետև այն երգը, որտեղ այստեղ ներկայացված է Հայկոյի, սա իհարկե Alejandro Sanzi հայտնի գործից է, որը թարգմանվել է եւ բնականաբար Sanzi համաձայնությամբ մեր Հայկոն ներկայացրել է։ Ետնային ուտես, որ քեզ սիրում եմ։ Սա նվիրեք ձեր տիկնոջը, համոզված եմ արձագանքը կլինի շատ բարձր։ Եվ բնականաբար նաեւ մեր հյուրերին նույնպես Հայկո երազս կատարվել է, սրտումս ես եւ իհարկե հայլի Հայկո ու խաչվեցին մեր հայացքները։ Սա ձեզ նույնպես նվիրեք ձեզ համար շատ սիրելի մարդկանց ու էմոցիաները հատկապես կնեն դրական։ Brindaremos después del concierto. Համերգից հետո կխմենք այս գինին բոլորը։ Հրաշալի որոշում է։ Շնորհակալ ենք ձեզ։ Եվ փառատոնին մեծ հաջողություններ։ Շնորհակալություն հրավերի համար, համեցեք համեցեք, սպասենք։ Շնորհակալություն։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ տեղափոխվում ենք նորաձևության աշխարհ։ Մեր այսօրվա երկրորդ հյուրը մոտ 8 տարի է, ինչ աշխատում է հագուստի եւ նորաձևության ոլորտում։ Ներկայումս աշխատում է ոճաբան, մերչենդայզեր 15-ից ավելի բրենդներում։ Վարում է նաեւ ինֆորմատիվ բլոգ ոճային հագնվելու մասին։ Սակայն լինելով այս ոլորտում միշտ սիրել է ուսուցանել իր ստացած գիտելիքներն ուրիշներին եւ շնորհիվ այդ ամենի իրականացնում է դասընթացներ մերչենդայզինգ մասնագիտության մասին։ Եվ ինչպես նշեց Սոնան, մեր հյուրն է նորաձևության ոլորտի մասնագետ ոճաբան մերչենդայզեր Աբրահամ Մուրադը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, ես այստեղ այդքան էլ տես նորաձևությունից մեծ պատկերացումներ չունեմ, այնպես չի որ չեմ հետևում, բայց ինչ է նշանակում նորաձևության ոլորտի ոճաբան, մերչենդայզեր, մի քիչ բացենք այս նոր անունները եւ հետո արդեն հասկանանք։ Տեսեք, առհասարակ նորաձևության ոլորտի մասնագետները կարող են լինել եւ էքսպերտներ, հա, որոնք որ ուսուցանում են նորաձևությունը, ոճագիտություն, գոնագիտություն եւ կան ինֆորմատիվ, հա, ոճաբաններ, որոնք ուսուցանում են եւ մերչենդայզինգը, հա, իրենից ինչ է ներկայացնում եւ արդեն դրանից ելնելով գալիս է ոճաբանությունը։ Իմ պարագայում ես որպես մերչենդայզեր ոճաբան ուսուցանում եմ երկուսը համատեղ, այսինքն եւ կարողանում ենք ճիշտ հաճախորդին խորհուրդ տալ որպես ոճաբան գտնել իր ուրույն ոճը եւ կարողանում ենք մերչենդայզի հիմունքներով դասակարգել խանութ սրահների ճիշտ տեղադրումը, հա, ապրանքանիշներով։ Ինձ հետաքրքիր է մի քիչ հետ գնալով հասկանանք ոնց ընտրեցիք այս մասնագիտությունը, որքան ժամանակ է որ հետաքրքրված եք նորաձևությամբ, դա մանկությունից եկած հոբի է, թե ավելի հասուն տարիքում։ Իրականում մանկությունից եկած հոբիներից գլխավորը նկարչությունն էր, հա, գեղանկարչությունը, երբ որ ես որոշեցի, որ պետք է ուսման հետ կապված այդքան էլ խորքային չդարձնեմ իմ գիտելիքները եւ տեղափոխվեմ արվեստի աշխարհ, հա, թեպետ դպրոցական տարիներում շատ սիրում էի, հա, եւ աշխարհագրությունը եւ մաթեմատիկան լինելով մանկավարժի ընտանիքի երեխա, այդ ամենը ինձ համար շատ կարեւոր էր, բայց ընտրեցի արվեստի ճյուղը, հա, գեղանկարչությունը։ Այնտեղ սովորելուց հասկացա, որ մի փոքր ինձ այդ ամենը փակում է, սեղմում է եւ պետք է ավելին առաջ գնալ։ Ավարտելով գեղարվեստի, հա, բաժինը, ես որոշեցի, որ պետք է փորձեմ քայլերս դեպի նորաձևություն։ Երևի թե ամենաառաջինը քայլեր եղել են մանգո խանութ սրահում, հա, որպես սկզբնական շրջանում որպես վաճառախորհրդատու, հետո դառնալով մերչենդայզեր եւ այդպես շարունակելով արդեն մասնագիտությունը։ Ինչպես ասում են Կոկո Շանելը, նորաձևությունը այն է, ինչը որ ձեզ համար հարմար է եւ ձերն է հենց։ Դա արդեն ձեր նորաձևությունն է։ Իհարկե։ Այսօր մի քիչ խանութները բերում են ամենահետաքրքիր հագուստները, ամենապես սկանդալային կամ չգիտեմ ամենադասական եւ այլն, բայց հետո կանգնում են մի խնդրի առաջ, որ այդ հագուստները չի վաճառվում։ Ինչն է պատճառը։ Պատճառն այն է, թե այդ ամեն ինչը մեզ համար օտար է եւ խորթ է, թե պատճառն այն է, որ ճիշտ ձևով ներկայացված չի։ Ինչքանով այսօր կարեւոր խանութներում հագուստի ներկայացնելու ձևը։ Տեսեք, այդ ամենագլխավոր հարցերից մեկն է, ցանկացած սրահներում մենք կարող ենք, երբ որ մտնում ենք, եթե այդ ապրանքանիշը ճիշտ ցուցադրված է լինում, ճիշտ տեղում է լինում, մենք անձեն աշխով էլ իրեն նկատում ենք, հա, այսինքն մերչենդայզինգի գործոնը դա է, ճիշտ ապրանքանիշը տեղադրել ճիշտ տեղում, հա, դասակարգել ճիշտ պրոդուկտների։ Բայց խնդիրներ են լինում, երբ որ ապրանքանիշները այնքան շատ են լինում, որ մենք չենք կողմնորոշում, հա, դրանք գալիս են, երբ որ մենք շուկայականում տեսնում ենք թրենդներ, որը սենց կուտակվում է մի տեղում եւ մենք չենք կարողանում դրանցից հասկանալ, որը ընտրենք։ Լինում են խանութներ, երբ որ դրանք ֆրանչայզինգով չեն, այսինքն շուկայականից ներմուծված են թե արտերկրներից, հա, Չինա, Մոսկվա, թե Թուրքի, այդ տարածքներում հիմնականում խնդիրը այդպես ավելի շատ է։ Երբ որ ես միշտ ասում եմ իմ գործընկերներին, երբ որ հավաքվում է թրենդ, դառնում է անտիտրենդ։ Մենք չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել, բայց եթե ապրանքանիշները ճիշտ դասակարգված են լինում իրենց տեղերում, մենք կարողանում ենք մեր Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել ապրանքանիշը ներկայացնելու համար, որովհետև առաջինը աչքը գրավում է այն ինչ որ տեսնում ենք, հետո նոր ենք մտնում խանութ ու տեսնում մյուս արդեն տեսականը։
Երևի թե սրահ մտնելից ամենակարևորը գալիս է կոկիկությունը, հա, դիմապակիներին կարելի է ուշադրություն դարձնել, թե ապրանքանիշների որ տեսակն է այնտեղ ցուցադրված, հա, թրենդային, թե բազային, ըստ դրանով գունային ակցենտներով հասկանալ սրահի որ մասում կարելի է օգտվել, հա, որտեղից սկսել։ Լինում են, որ տարբեր են լինում, հա, հետևելով թրենդերին մենք միանշանակ նախընտրում ենք, ցանկացած մարդ նախընտրում է, հա, ինչ-որ հետարքիր գունային ակցենտներով, բայց պետք է մի փոքր գնումներ կատարելիս չշտապել, ընտրել այնպիսի product, որ դու կարող ես քո զգեստապարանին համապատասխանեցնել մնացածը։ Եվ գնահատելով արդեն մեր հայրենակիցների հետաքրքրվածությունը նորաձևության աշխարհում, ես կարծում եմ վատ չէ, որովհետև նկատում եմ, որ նույն street art-ը այսօր մեզ մոտ այսպես street style, երբ որ փորձում ենք գտնել օրինակ TikTok-ում կամ Instagram-ում նկարներ փողոցում արված, բավական հետաքրքիր կերպարների ենք հանդիպում, ինչը այսպես շատ հաճելի է։ Եվրոպայում երևի այդքան հետաքրքիր երբեմն չհանդիպենք, որքան Հայաստանում։ Ձեր մասնագիտական գնահատականը։ Իրականում ձեզ այսպես ասեմ, ելնելով ոլորտի մասնագետ, ես կարող եմ հավաստիացնել, որ մեր երկրում երևի թե կրկնակի ավել լավ են հագնվում, հա, մեր երիտասարդները, թե տարեցները, անգամ ուշադրություն են դարձնում այսօր տարեցները, ոչ թե հարմարավետության, այլ նորաձև լինելուն։ Եվ դա շատ ողջունելի է, հա, մեր հարևան երկրներից ելնելով, ինձ թվում է մենք եւ Վրաստանը շատ ավելի նորաձև ենք հագնվում, քան թե եվրոպական մեկ այլ երկրներ։ Քանի որ իրանց մոտ գալիս է կոմֆորտը, իսկ մեզ մոտ գերակշռում է նորաձևությունը։ Ինչից է, որ մի քիչ թիթիզ ենք դրանից, հա, թե։ Երևի թե համ թիթիզ ենք, կամ սիրում ենք ուշադրության կենտրոնում լինել։ Մենք հայերս սիրում ենք, չէ՞, այդպես ամեն ինչում ուշագրավ լինել, չգիտեմ, փորձել լավը ընդունել, կրկնօրինակել, դա շատ ետ չմնալ, դա շատ կարևոր պայման է մեզ մոտ եւ երևի թե դա է գլխավոր գործոնը։ Աբրամ ջան, ամենատարածված սխալները, որոնք ներվայնացնում կամ նյարդայնացնում են ձեզ։ Երևի թե գույների ոչ ճիշտ ընտրությունը եւ ոչ ճիշտ product ընտրելը, հա, լինում են երիտասարդներ կամ, չգիտեմ, 40+ տարիքի մարդիկ, ովքեր որ ընտրում են ոչ համապատասխան հագուստ։ Կարող է լինել, հա, օրինակ վերենք պիջակների մասով, երբ որ ընտրում են նեղ, ընդգծված որովայնի հատվածով, բայց իրանք հաշվի չեն առնում, որ իրենց կազմվածքը դա իրեն արդեն թույլ չի տալիս։ Եվ ակցենտավորված գույներ, հա, օրինակ, եթե աշուն է, իրանք մտածում են, որ պետք է կրեն վառ դեղին կամ վառ կանաչ, չմտածելով, որ դա արդեն պետք չի, զգեստապանում չպետք է օգտագործել այդ գույները, քանի որ արդեն գալիս է մուկ ինտենսիվ գույների սեզոն եւ օգտագործել ավելի համահունչ երանգներ։ Դա հիմնական խնդիրը մեզ մոտ երևի թե։ Բալենսիագան 80 տարի առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ ստեղծած դասական կոստյումների կամ դասական ոճ այսօր կվերածվի խելահեղության, ինչը որ հիմա ներկայացում է իր տան կողմից, հա, այսինքն նորաձևությունը սկսվեց դասականության ու այդպես ընդգծելով ամեն ինչ եւ բերելով, հա, նորաձևության հեղափոխության, այսօր այդ ամենը դարձավ, չգիտեմ, ինչ որ խելահեղ օդ կուտյուր հագուստների, որոնք երբեք առօրյայում չես կրի կամ ինչ-որ տեղ։ Միայն դա ցուցադրվում է, եթե տեսնենք Բալենսիագայի վերջին ցուցադրությունները, կհասկանանք, որ ուղղի սահմանից դուրս են ամեն ինչ որ ներկայացվում։ Իրականում տեսեք, եթե օրինակ ենք բերում Բալենսիագայի հետ կապված, Բալենսիագան միակ վերջին կուտյուրային բրենդն էր, հա, որ ամբողջ համաշխարհային շուկայում ներկայացում էր, անգամ Coco Chanel-ն էր, հա, դա փաստում, որ Բալենսիագան միայն վերջին դիզայներները, որ կարող էր ստեղծել կուտյուրային հավաքածու։ Բայց ներկայիս Բալենսիագան շատ է շեղվել իրական Բալենսիագայից, քանի որ արդեն գալիս են այնտեղ մեծ oversize հագուստները, իսկ դրանք արդեն փաստացի շատ հեռու են իրական կերպարից, հա, բրենդից։ Իսկ ցանկացած բրենդի դնթն ամեն տասնամյակը մեկ փորձում է կրկնօրինակել եւ ստեղծել նորովի։ Մեր շուկայում տարբեր են, հա, մեր դիզայներական աշխատանքները, դիզայներների աշխատանքները, դրանք շատ տարբեր են։ Եվ քանի որ վերջին շրջանում նկատում եմ նաև, որ բլոգինգում շատ ակտիվ ձեր քայլերն եք անում եւ փորձում եք օգնել մարդկանց ճիշտ համադրություններ անել, ճիշտ զգեստներ ընտրել, ճիշտ հագուստ համադրել, հետաքրքիր է այս մասով մեր հայկական իրականությունում որքանով է բացը շատ եւ դուք ինչ նպատակ ունեք բացի նրանից, որ օգնել մարդկանց ավելի գրագետ հագնվել, այլ ինչ նպատակ ունի ձեր նոր կոնտենտը։ Տեսեք, քանի որ Get Ready աստվածը, հա,
պատրաստվիր ինձ հետ ասվածը այսօր շատ արդիական է, հա, եւ ոչ միայն հայկական շուկայում, այլև ամբողջ աշխարհում, բայց մենք փորձում ենք ոչ իրական ձևով, հա, այդ ամեն ինչը ներկայացնել, հա, մասնագետներ կան, հա, բլոգերներ կան, որ դա ներկայացնում են իրենց ձևով, իրենց ձևաչափով, բայց եթե այդ ամեն ինչը ներկայացում է մասնագետի կողմից, մեկ այլ պատկեր է, հա, այդ ամեն ինչը ստանում։ Եթե մենք վարենք պարզապես, օրինակ պատկերացրեք, ես եթե վարեմ food blog, դա ինձ մոտ այդքան լավ չի ստացվի, քանի որ ես այդ ամեն ինչի մասնագետը չեմ, այդ ամեն ինչի կրողը չեմ։ Եվ այստեղ գալիս է գլխավոր պայման, ցանկացած մարդ պետք է վարի, հա, իր մասնագիտության համապատասխան կոնտենտ։ Կոնտենտում ես փորձում եմ ոչ թե միայն ցույց տալ, թե գեղեցիկ եմ հագնվում, թե ոչ, այլ փորձեմ ճիշտ այդ ամեն ինչը մատուցել, հա, որ կարողանա տվյալ հետևորդը համ կամ նայողը, դիտողը պատկերացում կազմի, թե ինչ է իրանից ներկայացնում հագուստը ճիշտ համադրելը։ Այնտեղ կան բազային հագուստներ, այնտեղ կան պրինտներ, այնտեղ կան գույներ, ֆակտուրաներ, որոնք որ շատ անգամ շեղվում են, հա, կոնտենտների մեջ։ Օրինակ Լիոնից հագուստը համադրում են Կաշվե Բաչկոնի հետ, որը որ բացառապես իրար հետ կապ չունեցող պրոդուկտներ են, հա, կամ գործվածքը համադրում են Լիոնի հետ նույն տարբերակով, որը էլի որ անհերքելի է, չի կարելի այդպիսի համադրություններ անել։ Ինչքան էլ որ գունային акցենտը մոտ է լինում, պետք է այդ ամեն ինչի մոտենալ ավելի զգուշորեն։ Եվ խոսենք նաև հայկական նորաձևությունից, որովհետև ի ուրախություն բոլորիս այսօր շատ են դիզայներները մեր իրականության մեջ, լոկալ դիզայներները եւ ինչ սխալներ են նրանք անում, ըստ ձեզ եւ ինչի վրա պետք է ավելի շատ շեշտը դրվի։ Տեսեք, նախ շատ ողջունելի է, որ մեր նորաձևության ոլորտի մասնագետները շատ են, ավելի շատանում են, հա, որպես դիզայներներ, որոնց պետք է նաև սատարել, հա, բայց այստեղ գալիս է երկրորդ պայմանը, որ բացի դիզայներ լինելուց պետք է դու կարողանաս ճիշտ մատուցես քո ստեղծածը, թե կրթության հետ լինելով, հա, դիզայներներ կան, որոնք որ անգամ չեն կարող պատկերացնել, որ իրենց արած աշխատանքում կիքսեր կան, հա, չգիտեմ, այնտեղ լեկալ չեն կարողանում օգտագործել, հա, լեկալի ճիշտ գծելը, հա, գունագիտության հետ կապված խնդիրներ ունեն, չեն կարողանում ճիշտ պատկերացում կազմեն, որ, չգիտեմ, ինտենսիվ կապույտը, հա, նույն էլեկտրիկ կապույտը չպետք է համադրել մեկ այլ ինտենսիվ գույնի հետ, եթե իր մեջ չի պարունակում այդ գունային գամման։ Եվ այդպիսի շատ խնդիրներ են հանդես գալիս, բայց ինձ թվում է շատ ավելի ողջունելի է, որտեղ տարին տարու վրա ավելի են շատանում գեղեցիկ աշխատանքները, օրինակ մեկ շաբաթ, երկու շաբաթ առաջ, երբ որ Fashion Week-ներ, ինչքան գեղեցիկ աշխատանքներ ներկայացվեցին, ինչքան հետաքրքիր կերպարներ բացահայտվեցին բոլորի կողմից, եւ դա շատ ողջունելի է։ Շնորհակալ ենք ձեզ, որ այս առավոտ կիսվեցիք այս կարևոր ինֆորմացիայով մեզ հետ, որովհետև նրանք ովքեր հետևում են նորաձևությանը, համոզված եմ նրանց համար շատ կարևոր է այս ամենը եւ նաեւ իմանալ այն նրբությունները, որոնք շատ հաճախ անտեսվում են եւ բերում ինչ-որ հետաքրքիր իրադարձություններ։ Ուզում եմ ձեզ նվիրել սափորը, որը էլի շատ նորաձև է Իջևանի գինոգործարանի կողմից եւ շատ գեղեցիկ շիշ է այստեղ եւ այնտեղի գինին շատ համեղ է։ Չոր կարմիր գինի, ինչը կարող է ավելի հետաքրքիր դարձնել ձեր օրը եւ նվիրում եմ ձեզ բացիկ արև բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Հենց այդպես էլ կոչվում է սիրում եմ, իսկ ներսում էլի Հայկոյի խոսքերն են, ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս։ Սա նվիրեք ձեզ համար հարազատ մարդու։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ շատ։ Հիմա ժամանակը սահմանափակ է, բայց Աբրահամ Մուրադի էջին կարող եք հետևել Instagram-ում եւ ավելի շատ խորհուրդներ նորաձևությունից կգտնեք այնտեղ։ Իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ մինչեւ ավարտել այսօրվա եթերը մենք հիշեցնեմ 3 հյուրընկալել էինք Արա Գևորգյանին եւ խոսում ենք բնականաբար այն բոլոր ռեկորդներից, որը նա սահմանել է եւ դեռ շարունակում է սահմանել բնականաբար իր աշխատասիրության եւ հզոր տաղանդի շնորհիվ։ Եվ մենք Սոնա ունենք փոքրիկ մի տեսանյութ, որը պատմում է շատ հետաքրքիր տեսանյութ, քանի որ Արա Գևորգյանը շատ համեստ մարդ է եւ նախապես մենք չենք իմացել տեսանյութի մասին, բայց հետո պեղել ու գտել ենք եւ հիմա սիրելի հեռուստադիտողներ առաջարկում ենք ձեր ուշադրությանը։
Արդեն տեսանյութով եւ պատկերավոր այն ամենի մասին, ինչից խոսեցինք երեք մեր հյուրի հետ։ Այո, բայց սա եւս մեկ անգամ խոսում է նրա համեստության մասին, որովհետեւ եթե թողնեինք իրեն, նա հաստատ այս տեսանյութը չէր տա եթեր եւ մենք փորձեցինք անպայման այս տեսանյութը տալ, որովհետեւ այստեղ ավելի պարզ երևում են ամեն ինչի մասին մենք երեք ունեցանք զրույց։ Իդեպ բոլոր մեր եթերները կարող եք դիտել նաեւ YouTube-յան մեր ալիքում, որտեղ ավելի մանրամասն մեր հարցազրույցները ել ավելի հետաքրքիր կլինեն ձեզ համար։ Եվ չմոռանանք ամենակարևորի մասին, որ մենք միշտ հորդորում ենք առավոտը սկսել մեզ հետ, իսկ երեկոն ավարտել բարձր տրամադրությամբ, ինչը ձեզ առաջարկում է Բրիզը, ռոզե փրփրուն գինին, որ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Միանշանակ այն հաճելի համադրություն է ձեր հաճելի երեկոների հետ։ Եվ եթե ունեք առիթներ, սիրելի աղջիկներ եւ կանայք, ձեր տեսքը կարող եք վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ եթե դուք այսօր ժամը 10:30-ից հետևում եք մեր ծրագրին եւ հատկապես դիտելով այն ասում եք, «Այս տնաշենի տղեն ինչ է այսքան սիրուն», ապա ասեմ, որ այդ հարցում ինձ օգնում է Master Right Barber Shop-ը, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Այնտեղի վարպետները ձեզ կդարձնեն արագ գեղեցիկը, համոզված եղեք։ Քանի որ նորաձևությունից արդեն խոսեցինք, ոճային եւ նորաձև կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Եվ իմ շատ սիրելի Դաֆնի մերչենդայզինգը եւս Աբրահամն է անում, մեր երկրորդ հյուրում հետ արդեն հասցրինք նորաձևությունից խոսել, այնպես որ նրա արած աշխատանքը կարող եք ավելի պատկերավոր տեսնել Դաֆնի խանութսրահներում եւ ես վստահ եմ, որ այն հատուկ տեսականին, որը ներկայացնում է Դաֆնին, միանգամից կգրավի ձեր ուշադրությունը։ Իսկ առաջին ծրագիրը մեզ համար ոչ թե աշխատանք է, այլ մի հաճելի ընտանիք, որտեղ գալիս ենք, ողջունում ձեզ բոլորին եւ տալիս առավոտվա հետաքրքիր սկիզբը։ Այնպես որ փորձեք այս ամենին միացնել ձեր տրամադրությունը եւ եթե ձեր հոգին երգում է, ապա բարձրացրեք ձայնը, հավատացեք ողջ օրվա ընթացքում ձեզ հաճելի կլինի։ Իսկ մենք անպայման կհանդիպենք վաղ առավոտյան նույն ժամին, նույն տեղում եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։